Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Նյուզեյմին հայտնեցին քննչական կոմիտեից։ Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։ Ըստ քննչական կոմիտեի Աբրահամյանը կնոջը կասկածել է Ավետարանի հավատքի քրիստոնյաներ, կրոնական կազմակերպության անդամ հոգևոր հովիվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու մեջ։ Իրավապահների հաղորդման վրեժխնդիր լինելու շարժառիթով Աբրահամյանը որոշել է կյանքից զրկել նրան եւ դա արել է անվտանգության աշխատակցի միջոցով։ Սպանությունը տեղի էր ունեցել 2023 թվականի ապրիլի 30-ին։ Մինչ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջում է մարզերում եւ փորձում տպավորություն ստեղծել, թե հանցագործությունների թիվը հանրապետությունում նվազել է, այս գիշեր հերթական աղմկահարույց դեպքն է տեղի ունեցել։ Կեսգիշերն անց մասսայական ծեսկրտուք է տեղի ունեցել Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպի մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեսկրտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով եւ կրփազենք։ Միջադեպի մասնակից մի քանի անց ձերբակալվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։ Իսկ Էջմիածնում ոստիկաններին հաջողվել է կանխել վենդետան։ Օգոստոսի 1-ին մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում միմյանց քաշքշել եւ հարվածներ են հասցրել։ 2 օր անց մասնակիցներից մեկը ընկերների հետ վերցրել է տարբեր տեսակի սառը զենքեր, գնացել վիճաբանության մյուս կողմին պատկանող խանութ, փորձելով հաշվեհարդար տեսնել եղբայրների հետ։ Ոստիկաններն այդ վայրից բերման են ենթարկել մի քանի քաղաքացու, նրանց մեջ նաեւ անչափահասներ են եղել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրփազենք եւ գաղտնի փականով դանակ։ Երեկ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Սայաթ Նովա Պողոտայի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրշեջ փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի, այրվել է տան ամբողջ գույքը։ Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը եղել է օդհորակիչին միացված էլեկտրալարերի թույլ միացումը։ Այսօր բնակիչներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ հրշեջ մեքենան չի կարողանում մոտենալ շենքին։ Դե պաժարը ուստեղ մեքենա են բրդում, որ կարողանան բակ մտնի։ Այդ այնց ոստիկանությունով թողան մի հատ հասկանան կենտրոնում են ապրում ոչ բարով 20 րոպեից այս տանջվում է այդ ավտոն, իսկ ստեղ արդեն էլ ինչ է կատարվում։ Կապելները սախ գնաց։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի։ Մայրաթորը պահանջում է անվավեր ճանաչել հետբաստողումային հսկողության եստնգումների վարչության ապրիլի 14-ի ակտը եւ կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումը։ Փաստինֆոյի տեղեկություններով հայցը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել եւ որոշել գործը քննել գրավոր ընթացակարգով։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանի խոսքով Թուրքիան աջակցում է այդ համաձայնագրին։ Աջակցելով այս գործընթացին մենք հաշվի ենք առնում անվտանգության եւ տնտեսական ճարտարապետության հեռանկարը, ասել է թուրք պաշտոնյան։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Հայտնի չէ, թե երբ այն կստորագրվի։ Միացյալ Նահանգների նախագահն Ադրբեջանի նախագահին հրավիրել է մասնակցելու մեծ 20-յակի գագաթնաժողովին։ Հրավերը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Թրամփն արել է օգոստոսի 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ պաշտոնական Բաքվի հրավերն ընկալվել է որպես Վաշինգտոնի բարյացակամ վերաբերմունքի դրսևորում Ադրբեջանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ երեկ Դոնալդ Թրամփն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Զրույցի թեման եղել է 1 տարի առաջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Առաջնորդները նաեւ Թրամփի ուղին են քննարկել։ Ռուսաստանն ու Ուկրաինան այս գիշեր նույնպես փոխադարձ հարվածներ են միմյանց հասցրել։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բելգորոդին, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, եւս 25 մարդ վիրավորվել է, այդ թվում 4 եւ 9 տարեկան երեխաներ։ Վնասվել է 30 բնակելի շենք, 3 սոցիալական եւ 6 առևտրային շենք, ինչպես նաեւ ավելի քան 30 մեքենա։ Իսկ Ռուսաստանն այս գիշեր տարբեր տիպի հրթիռներով եւ 202 հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։
Հիմնական թիրախը դարձել է Օդեսայի մարզը։ Օդեսայի մարզի ուղղությամբ արձակվել են բալիստիկ, հականավային եւ հակառադիոլոկացիոն հրթիռներ։ Օդեսա քաղաքում գրանցվել են ավերածություններ եւ կան տուժածներ։ Ռուսական ուժերը նաեւ հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովի բազմահար բնակելի տներին։ Նախնական տվյալներով 2 մարդ զոհվել է, կան տուժածներ։ Ռուս մասնագետները սկսել են վերադառնալ Բուշերի ատոմակայան, հայտարարել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։ Նրա խոսքով առաջին 5 ինժեներատեխնիկական անձնակազմն արդեն ժամանել է տեղանք եւ սկսել է աշխատանքը։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մինչեւ աշուն մենք նախագծում մեր անձնակազմի թիվը կհասցնենք 100 մարդու, ասել է ռուս պաշտոնյան։ Իրանական մեհեր գործակալությունն առաջին անգամ հրապարակել է տեսանյութ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ։ Տեսանյութում գերագույն առաջնորդը նստած է գորգի վրա, մի խումբ տղամարդկանց շրջապատում եւ զրուցում է նրանց հետ։ Ավելի ուշ ՏԱՍՍ-ը հղումանելով իրանական աղբյուրներին հայտնել է, որ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ հրապարակված տեսանյութը հին է եւ նկարահանվել է նախքան նրա Իրանի գերագույն առաջնորդ դառնալը։ Իսպանիա Ալիկանտե նահանգում 3 երեկոյան հրավառության փառատոնի ժամանակ առնվազն 27 մարդ է վիրավորվել։ Դեպքը տեղի ունեցել հրավառության մեկնարկի ժամանակ։ Ըստ ականատեսների հրավառությունը արձակվել է հանդիսատեսի վրա, վիրավորելով նրանց։ Հրավառության տարերից մեկը ընկել է ոչ թե ծովը, այլ լողափը, որտեղ հանդիսատեսներն էին եւ պայթել է ամբոխի մեջ։ Վիրավորներից մի քանիսը ծանր այրվածքներ են ստացել, նախնական տվյալներով պատահարի պատճառը հրավառության տեխնիկական անսարքությունն է եղել։ Առնվազն 7 մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով, հաղորդում է Ալ Ջազիրան։ Հութիները ստանձնել են հարվածի պատասխանատվությունը, հայտարարելով, որ օգտագործել են մեծ թվով բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու սարքեր։ Հարձակման թիրախը եղել են Սաուդի զինծառայողների դիրքերն ու զենքի պահեստները։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենի վիճակը վատացել է։ Քաղցկեղը տարածվել է նրա ոսկորներին, հայտնել են նրա որդին, հավելելով, որ հայրն այժմ ուժեղ ցավեր ունի։ Ջո Բայդենի հիվանդությունը հայտնի է դարձել 2025 թվականի մայիսին։ Նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև։ Վաղվանից բավական երկար ժամանակ հրաժեշտ կտանք 35-ից բարձր ջերմաստիճաններին, հայտնել է հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Առաջիկա շաբաթը հանրապետությունում տեղումնառատ է լինելու։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 5 աստիճանով։ Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան ժամերին, 10-ից 12-ը եւ 14-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 9-ից 11-ին առանձին վայրերում անձրևներ կլինեն հորդառատ։ Հնարավոր է կարկուտ։ Մինչև ուրբաթ օրը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում։